Լրատվական հեռուստատեսության եթերում լուրեր լրատվականն սկսում է իր աշխատանքը բարև ձեզ։ Պաշտպանության նախարարության ավտոմեքենան շրջվելու հետևանքով 1 զինծառայող մահացել է եւ եւս 8-ը գտնվում են ծանր վիճակում։ 3 ժամը 16:30 սահմաններում Արագածոտնի մարզի Արուջ-Նոր Ամանոս ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության զորամասին պատկանող ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 10 զինծառայողներից 9 ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն։ Շարքային Գոր Գնելի Գալստյանը գիտակցության չգալով Արմենիա բժշկական կենտրոնում մահացել է։ Փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության քրեական ծառայության 4-րդ կազորային քննչական բաժնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն։ Մեկ անջատարձ սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Արագածոտնի մարզի Եզդիաբնակ Օթևան գյուղում սեպտեմբերի 23-ին անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ գյուղապետ Բրո Ֆատոյանը 23 ձայնով վերընտրվել է համայնքի ղեկավար։ Իսկ նրա միակ մրցակից թեկնածուն Օթևանի գյուղապետարանի հավաքարար Բրո Ֆատոյանի քույր Հորե Ֆատոյանը ստացել է ընդամենը 6 ձայն։ Մեկ այլ արտարոց դեպքի արձանագրվել Արագածոտնի մարզի Միրակ համայնքում, որտեղ գործող գյուղապետ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Հովանես Մարտիրոսյանն ստանալով 0 ձայն, պարտվել է անկուսակցական Ալիկ Նամոյանին, ով 39 քվե էր ստացել։ 21 հաղթահարված բարձունք անկախության 21-ամյակին նվիրված։ Սեպտեմբերի 20-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաներն այցելեցին Կոտայքի մարզի Վանատուր գյուղ, հանդիպելու Անանյա Շիրակացու անվան միջնակարգ դպրոցի սաների հետ։ Վանատուրցիները եւ սեբաստացիները համատեղ բակային նկարներից հետո շրջեցին դպրոցում։ Սեբաստացիներն իրենց հետ բերել էին գրքեր, որոնք նվիրեցին վանատուրցիներին, ապա երեխաները փոխանակվեցին էլ հասցեներով, որպեսզի հետագայում եւս կապ պահպանեն։ Նրանք միասին այցելեցին վանատուրցիների համար սրբատեղի դարձած հուշարձանը։ Փոքրիկ միջոցառումից հետո սեբաստացիները շարժվեցին Սուդագանի հաղթարելու բարձունքը եւ գագաթին ծածանելու եռագույնը, մեր ծննդյան օրվա խորհրդի խորհրդանիշ։ Սեբաստացիները 21-ամյակը նշում էին նոր բարձունքներ նվաճելու սկզբունքով։ Շարունակում ենք թողարկումը։ Առաջին անգամ ԱՄՆ-ում բուհի ռեկտոր է ընտրվել հայուհի։ Սեպտեմբերի 28-ին կկայանա Հարավային Կոնեկտիկուտ պետական համալսարանի նոր ռեկտորի ամերիկյան ձևակերպմամբ նախագահ երթմնակալության արարողությունը։ Ինչպես հայտնում է Counter-ը, այս հաստատության 11-րդ եւ ԱՄՆ-ի պատմության մեջ բուհի առաջին հայուհի ռեկորդն է դարձել Մարի Փափազյանը։ Նոր նշանակումը կնշվի ուսումնական հաստատության հարկի տակ անցկացվելիք հայ արվեստի ցուցահանդեսով, որի համադրողն է ամերիկահայ հայտնի հավաքորդ եւ մեքենաս Վիկի Հովհաննիսյանը։ Կներկայացվեն Հայաստանից 13 արվեստագետների գեղանկարներ եւ քանդակներ։ Նա գիտությունների թեկնածու է, անգլիական գրականության մասնագետ։ Նախքան այս պաշտոնը ստանձնելը Մարի Փափազյանը եղել է Նյու Յորքի համալսարանի Լեհմանի քոլեջի փոխնախագահը։ 16-17-րդ դարերի նշանավոր անգլիացի պոետ եւ երգիծաբան Ջոն Դոնին նվիրված գրքի հեղինակն է։ Շարունակում ենք թողարկումը։ Աշխարհահռչակ հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին հիվանդ է հեպատիտ C-ով։ Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ով որպես ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ սեպտեմբերի 13-ին այցելել էր Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին, առողջական խնդիրների պատճառով գաղտնի հանդիպում է ունեցել թուրք բժիշկների հետ։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Փոստա թերթը, հեպատիտ C հիվանդությամբ տառապող Ջոլին Անկարայում հանդիպել է օրգանների փոխպատվաստման գործում ողջ աշխարհում հայտնի վիրաբույժ Յաման Թոքաթի հետ։ Ստամբուլի մասնավոր հիվանդանոցներից մեկում աշխատող պրոֆեսորը երկրի բարձրաստիճան ղեկավարության միջնորդությամբ այցելել է Անկարա եւ հյուրանոցում գաղտնի հանդիպում ունեցել Ջոլիի հետ։ Արդեն քանի օր է տեղեկություններ են տարածվել, որ հայտնի դերասանուհու առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա տառապում է հեպատիտ C-ով եւ նրան շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ։ Թուրք բժիշկ Յաման Թոքաթն ասել է, որ փոխպատվաստումն անհրաժեշտ է։ Հնդկաստանում ջրհեղեղների եւ սողանքների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ։ Երկարատև մուսոնային անձրևները եւ սողանքները Հնդկաստանի հյուսիսարևելքում դարձել են 33 մարդու մահվան պատճառ։ Ավելի քան միլիոն մարդ լքել է իրենց տները։ Աղետից տուժում են ոչ միայն մարդիկ, աղետի գոտում է հայտնվել նաեւ ողջ աշխարհում հայտնի Կազիրանգա արգելոցը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես համաշխարհային ժառանգություն։ Այստեղ կան վագրեր, եղնիկներ, փղեր, աշխարհում խոշորագույն միաեղջյուր ռնգեղջյուրների պոպուլացիան։ Ջրհեղեղների պատճառով այս տարի այստեղ սատկել են հարյուրավոր կենդանիներ։
Իսկ հա ալերգիկ հիվանդ ամերիկացի երեխան դասերին մասնակցում է ռոբոտի միջոցով։ 7-ամյա ամերիկացի Դևոն Քարոուն սննդային ալերգիա ունի եւ նրան մահացու վտանգ է սպառնում անգամ հակացուցված օդ շնչելու դեպքում։ Այդ ժամանակ նրա կոկորդն ուռչում է եւ փակվում։ Հիվանդության պատճառով նա ի վիճակի չէ երկար ժամանակով տանից բացակայել։ Կինո գնալիս մայրն ստիպված է իր հետ բերված սավանով ծածկել նստելատեղը, իսկ փոփքորնը բերել տանից։ Ընկերները Դևոնին այցելելուց առաջ ստիպված են փոխել հագուստն ու լոգանք ընդունել։ Եթե հանկարծ նա դաս ընկերը օրինակ գետնանուշի կարակ կերած լինի, այդ դեպքում ելքը կարող է մահացու լինել։ Սակայն տեխնոլոգիաների շնորհիվ երեխան կարողանում է խուսափել այդ ամենից, իսկ նրա փոխարեն Նյու Յորքի դպրոցներից մեկում դասի է գնում ռոբոտը։ VGE $6000 արժողությամբ ռոբոտը նրան թույլ է տալիս հեռակա ներկա գտնվելու բոլոր դասերին, սակայն դպրոցում ռոբոտին ոչ թե VG ունեն անվանում, այլ ուղղակի Դևոն։ Լևոն Արոնյանը տոնեց իր հերթական հաղթանակը։ Սան Պաուլոյում ընթացող մեծ սաղավարտ վարպետներ մրցաշարի եզրափակիչ փուլը հաղթանակով սկսեց Լևոն Արոնյանը։ Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարտիան մատնեց Սերգեյ Կարյակինին։ Մրցաշարի մյուս երկու պարտիաներում Անանդը ոչ ոքի խաղաց Վայլեխոյի հետ, իսկ Մագնուս Կարլսենն անսպասելիորեն պարտվեց Ֆաբիանո Կարուանային։ Այսպիսով առաջին տուրից հետո Լևոն Արոնյանն ու Ֆաբիանո Կարուանան գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Հավելենք, որ մեծ սաղավարտի եզրափակչի շրջանակներում գրոսմաստերները խաղալու են 10 տուր, որոնցից 5-ը Սան Պաուլոյում, իսկ մյուս Բիբլաոյում։ Թողարկման վերջում առաջարկում եմ դիտել նախորդ շաբաթ YouTube-ում հայտնված տեսանյութը, որը 1 միլիոնից ավել անգամ էր դիտվել։ 别的表情啊！你看了也费心。Լուրերի այս ժամի համար նախապատրաստել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք լուրերի հաջորդ թողարկմանը։ Ցտեսություն։